Բարև ձեզ հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, որ կրկին անգամ լուսաբանելու եք մեր հարցազրույցները։ Մենք գիտենք, որ դուք մեր կողքին եք եւ կանգնած եք ճիշտ լուրերի տարածմանը։ Մենք, ինչպես խոստացել ենք, շատ բաց ենք բոլոր հարցերի, առաջարկների, քննարկումների առջև եւ մենք, ինչպես խոստացել էինք, պետք է պարբերաբար ներկայացնենք ինչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, ինչ հանդիպումներ եւ ինչ արդյունքներ են գրանցվել։ Մեկ ամիս շարունակ կարողացել ենք 3 աշխատանքային խմբերով համագործակցել սոցիալ հետ եւ որոշակի արդյունքներ ունենք եւ այսօր մեր բանախոսներն են Նժդեն Իսկանդարյան եւ Ապրեսը Մարգարյան։ Խնդրում եմ միայն հացերի դեպքում հացերը չեն սահմանափակվում, բայց հացերը միայն Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդին վերաբերվող հարցեր լինեն, մենք սիրով կպատասխանենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ինչպես գործընկերս նշեց, այս 2 ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր եւ որոշակի դրական հաջողության ենք հասել, հերթով կտեղեկացնեմ, ուրեմն բնակարանային ծրագրի վերաբերյալ, ինչպես գիտեք, կար գոտիներ 3, 4 եւ 5, այժմ ունենք որոշակի փոփոխված, բարեփոխված տարբերակ, եւս 158 բնակավայր ներգրավված է լինելու այն 4 միլիոնանոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու, այստեղ ընդհանուր առմամբ ապրում է 13207 արցախցիներ, վստահ եմ մեր հայրենակիցներին այս պահին հուզում է, որ քաղաքներն են լինելու, մի քանիսը թվարկեմ, ուրեմն Չարենցավան քաղաքը, Բյուրեղավանը նույնպես, ցավոք սրտի Աբովյանը ներգրավված չէ, այնտեղ կան գյուղեր եւս, քաղաքներից Արարատ քաղաքն է, Ապարանը նույնպես, Էջմիածինը, Մեծամորը, որոշակի դրական, այսպես շոշափելի արդյունքներ ունենք, ինչպես նաեւ ունեինք Արցախից զոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, 82 ընտանիքների մասին է խոսքը, որը որ Արցախի հանրապետությունը իր վրա է վերցրել բնակարանային ծրագրի շրջանակներում, այսօր բանակցությունների ընթացքում հասել ենք նրան, որ այդ պարտավորվածությունը իր ուսերին է վերցնելու Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ բնակարանային ծրագրի շրջանակներում հասել ենք նրան, որ ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է, ինչպես նաև լինելու է կառավարության կողմից վերահսկողություն, եւ այդ սերտիֆիկատներով նրանք կարող են կառուցապատում սկսել։ Այս պահին քննարկման փուլում է, նախկինում ունեինք այդ սերտիֆիկատով հողատարած գնելու տարբերակ, որի շեմը կազմում է 4 միլիոն դրամ, այժմ փորձելու ենք հասնենք նրան, քանի որ առաջին գծում բնակարանային ծրագրերը, բնակարանային այդ հողատարածները ավելի թանկ արժեն։ Երևի թե այս մասով էլ այսքանը, միևնույն ժամանակ հիպոթեկի հետ կապված հարցերը կուզեմ ասել, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։ Նմանատիպ որոշակի էլեմենտների փոփոխություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ այն հաջողությունները, որոնք որ մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք։ Առաջիկայում այդ մասով պարոն Մարգարյանը ավելի հստակ խորհրդի դիրքորոշումը կհայտնի։ Երբ թե այսքանը պարոն Մարգարյան, եթե ասելիք ունեք։ Բնակարանով պետք է դրամադրվի 40+10,000 դրամական աջակցությունը, որը այնուհետև վերածվեց 40,000 դրամի։ Հիմա այս հարցի շուրջ համաձայնության եկել եք եւ ստեղծված 3 մասնագիտական խմբերի քննարկումների ժամանակ համաձայնության եկել եք։ Ցավոք սրտի այդ հարցում չեն կարողացել համաձայնեցնել, քանի որ
խնդիրները բնականաբար լինելու են, քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրները կա, որը որ եւս չի լուծվել, դա այն կարմիր գիզն է իրենց համար, միևնույն ժամանակ ընդունել են աշխատակիցներ, փորձելով արագացնել գործընթացը, բայց միևնույն ժամանակ 1.5-ից 2 ամիս գործընթացը տևելու է, որը որ լուրջ խնդիրներ է առաջացնելու, եթե նույնիսկ մարդիկ այդ խմբերը չլինելու դեպքում հավաստագրեր ստանան, իրացնելու համար բավականին ժամանակ պետք է լինելու, առնվազն 4-5 ամիս պետք է լինելու, որպեսզի արցախցիները բնակարանային այդ ծրագրով ապահովեն, սա լրջագույն խնդիր է, մենք մեր դիրքորոշումը այդ մասով կառավարությանը հայտնել ենք, դրա համար ասեցի, որ խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։ Անկեղծ ասած մենք ինչ խոստացել ենք, գնում ենք այդ ճանապարհային քարտեզով, բնականաբար այս արդյունքները, եթե ասեմ ամբողջությամբ կատարել ենք ոչ, բայց չնկատել դա էլ ճիշտ չի լինի, միևնույն ժամանակ հանրության հետ կշփվենք, քննարկումներ կունենանք, բայց թողնված շատ խնդիրներ ունենք, հատկապես խնդիրը վերաբերվում է 2 եւ 3 հոգանոց ընտանիքներին, որովհետեւ այս ծրագրով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակարաններից, կառավարությունը որոշել է ստեղծել մի մոդել, որը որ հնարավորություն կտա այդ քաղաքացիներին ապահովել բնակարանային ծրագրով։ Իսկ ինչ վերաբերում է ակցիաներին, բնականաբար շարունակվելու են, խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով, այնտեղ ունենք մենք 12 կետ, առաջինը դա արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների մասին ենք խոսել ենք պետական ինստիտուտների դերի մասին, բազմաթիվ են խնդիրները եւ այս առումով խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել։ Նաև պարոն Սկանդարյան, վերջերս խորհրդի անդամներից մեկը Անաստասիա Իսրայելյանը հայտնեց, որ խորհրդի դուրս է եկել, ձեզ հայտնի է որն է պատճառը, որ նա դուրս է եկել, որովհետեւ դիպը մասնակցություններ ունենում։ Ու նաև նշել է, որ իր պայքարը մենակ է շարունակելու։ Կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցերը Անաստասիա Իսրայելյանի։ Միայն մեկ լրացում, մենք ունենք որոշակի ճանապարհային քարտեզ։ Եթե պարոն Իսրայելյանը գտնում է, որ մենք այդ ճանապարհային քարտեզով չենք քայլելու միասին եւ իր ուղղությունը դեպի քաղաքական ճանապարհն է, այդ պատճառով այդ հարցերը խնդրենք իրեն ուղղել։ Ես մեկ հարց պարոն Սկանդարյան, քանի որ դեր անուն է շրջանառվում, նաև արցախցիների մոտ կային ներքին խոսակցությունները, որ պաշտոն է առաջարկվել ձեզ Արցախի պետնախարարի քննարկելու կամ արդեն իսկ նշանակվել է, դուք ինչ բացատրում ունեք։ Ճիշտ են այդ խոսակցությունները եւ վստահ եմ կհնչի հաջորդ հարցը, ինչու եք համաձայնվել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ ինքս լքել այդ շարքերը, ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին։ Երևի թե այսքանը։ Եվ մեկ համալրում սա մինապատված տարածք է, որտեղ բոլորս փորձում ենք ինչ որ ձևով պահպանել թե Արցախ բառը, թե Արցախի ներկայացությունը, թե ընդհանրապես պետական բոլոր ինստիտուտները եւ պարոն Իսկանդարյանը այս ամենին համաձայնելով ես իրեն համեմատում եմ ինչպես մահապարտներ, որովհետեւ այսօր մենք չունենք Արցախ, բայց ունենք շատ խնդիրներ, այդ պատճառով պետք է խնդրեմ բոլորս փորձենք օգնել եւ պահպանել այն ամեն ինչը ինչ որ ունենք։ Ես կներկայացնեմ այդ բոլորի դիրքորոշումը եւ ձեզ շատ հանգամանքների պատասխան ես կոմարք ստանալ։ Այլ ներկայացրեցինք այս մեկ մասնագիտացում աշխատանքային խմբերի կողմից գրանցված արժեքները իրականում դա կամ այսպես ձևակերպենք նաև հայրենիություն բնակավայրերում մեր հայրենակիցները մեկ շնչին աշխատ 3 միլիոն դրամ բաժակը հնարավոր եղավ հասցնել 4 միլիոն դրամի եւ նաև այն դրական հաղորդումները որ գործընկերս ներկայացրեց։ Բայց խորհրդի դիրքորոշումները մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ մենակ կառավարության հետ նախապայմանը այն է որ
կենսական նշանակություն ունեցող սոցիալական խնդիրները պետք է լուծվեն եւ դիրքորոշումը հստակ է, որ մինչեւ արձակարությունը բնակարանով չափահանների մինչեւ բնակարանային ծրագիրը մատչելի չի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակարանների աջակցության ծրագիրը շարունակել։ Եվ այն ժամանակ վրանային պայքարի ժամանակ ասպես ձևակերպել, երբ որ ասում են մեկ ամիս, երկու ամիս, մենք կառավարության ասում ենք, որ խնդիրները բազմաթիվ են եւ ձեր կողմից այդ պաշտոնները բազմաթիվ են եւ մեկ-երկու ամիսը բավարար չեն գտնելու։ Եվ մենք մեզ հավաստիացնեցին, որ երկու ամսում մենք այդ խնդիրները կարողանանք լուծել։ Եվ ասեմ, որ արդյունքները ներկայացրեցին, բայց բանակցությունները շարունակվում են, այսինքն փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետևյալ մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվում է շատ լուրջ խնդիրների առաջ, այսինքն նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առաջ են գտնվում։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին եւ նաեւ ասելու ենք ինչ ճանապարհով ենք պայքարել։ Այն հրապարակային հայտարարությունները, որ արել էին, որ կառավարությունը դերի խոստումը չկատարի, միանշանակ դժվար մեջ է, բայց եկեք մի բան հստակեցնենք, խորհուրդը կարող է հաջողություն հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արձակարության իրավունքների Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախոհություն։ Այդ պատճառով մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք մեր հայրենակիցների հետ, քննարկումներ ենք ունենալու այն միավորների հետ, որոնք աջակցել են պաշտպանել են մեր օրակարգը։ Նաև այդ ժամկետում հանդիպումներ ենք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղում ունենալու ենք խորհրդի ներկայացուցիչները, որոնք եւ համակարգելու են խորհրդի աշխատանքները, թե իրազեկման, թե հետագործությունների մասով։ Եվ այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ Այսինքն, եթե կարճ ամփոփենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն, կրկին հավաստիացնում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ կապահովում ենք, պատրաստ ենք վճռականություն ունենք մենք պայքարելու ենք, ուղղակի այս ժամանակահատվածը պետք է, որպեսզի հանրությանը համաձայնեցնենք։ Բոլորս պետք է գիտակցենք, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ խորհուրդը հնարավոր միակ տարբերակ հաջողություն հասնելու մեր համախոհվածությունն է։ Եթե մենք հանրային աջակցություն չունենանք, լավ, ինչ հայտարարել ենք, բավականից սկսենք։ Բոլորը հիշում են, անում ինչ ենք հայտարարել։ Եթե մեր հայրենակիցները մենք օգին չնորմել են, հարցերը չեն կարողանալու։ Եվ նաև շատ կարճ փորձեմ անդրադառնալ, շատ քննարկումներ եղան հրապարակային քննադատություններ եւ այլն, բայց մենք հանրահավաքից հետո մինչև այս 2-3 ամիս ամենօրյա ռեժիմով խորհրդի ներկայացուցիչները աշխատել են։ Նաև մարտի 29-ին հանրահավաք ունեցանք, լսելի դարձնության մեր արձակարարության խնդիրները բացահայտեցին։ Դրանից հետո մեկ ամիս ունեցանք հանրահավաքի փոխանցում։ Այդ ընթացքում ասանք նրան, որ կառավարությունը չհրամայեց իրենց նոր ծրագիրը երկու ամսով ներկայացրեց։ Բազմաթիվ կազմակերպություններ, կուսակցություններ, միավորումներ տեսփոխում են Հայաստանում, պաշտպանեցին օրակարգը։ Ճշմարտ ներքո կառավարությունը գնաց քննարկումների եւ դաշնարարություն ամեն փուլում ասացի իմաստային է, որ ամեն փուլում որոշակի արդյունք գրանցեցին։ Բայց դա լիարժեք կարող է լինել, եթե Արցախի հարցը մենք համարում ենք, որ համայն հայության արժանապատվության հարց է։ Եվ դա մենք կարող հաջողությամբ այդ խնդիրները լուծել, երբ որ ունենանք այս հարցի շուրջ համախոհվածություն։ Պարոն Վարդանյան, նաև խորհուրդը նշել է, որ մարզերում բազմաթիվ հանդիպումներ ունենալու բնական արցախցիների հետ, բայց ինչ աշխատանքներ են արվել մարզերում, ինչ խնդիրներ ունեն նրանք մենք հավաքագրել ենք բոլոր խնդիրները, բայց մարզային այցելությունները չեն կատարվել։ Ես այսպես մեկնաբանեմ, այս ընթացքում նաև շատ են քննարկում խորհրդի պաշտպանությունը։ Նաև
հանրային շարժում է եւ պասիվությունը, ակտիվությունը կապված է ինչ պիտի անենք բողոքի ակցիաներ եւ այլն։ Մենք համաձայնել ենք կառուցողական քննարկումների, գնացել ենք քննարկումների։ Չենք կարող միաժամանակ նստենք բանակցությունների, փորձենք այդ միջավայրում քննարկել լուծել հարցեր եւ միաժամանակ չգիտեմ մարզերում հանդիպումներ ունենանք, ակցիաներ ունենանք եւ այլն։ Մենք հայտարարեցինք, որ հենց վաղվանից այդ հանդիպումները մարզային ակցիաները կանենք եւ տեղում անպայման կունենանք ներկայացուցիչներ, որոնք համակարգեն խորհրդի աշխատանքները եւ նաեւ այդ գործողությունների ժամանակ միասնական ձևով որպեսզի արտադրությունը կարողանա ներկայանալ։ Շնորհակալություն։ Ինչպես է լուսավորվում շարունակալի հարցը, քանի որ նրա վրա կաչեցում պատերական միջազգային կոմիտեն նրան կանչում, ինչ է նրան ինչ-որ փոխարինելու է եւ եթե այո, կա համապատասխան տեխնոլոգիա։ Հարգելի բարեկամներ, իմ կարծիքով հնարավորություն ունենք այդ հարցը եւ Սարյաշապյանյանին եւ Արցախի ժողովի պատգամավորներին, ասական մեկ լիազորված չենք այդ հարցերին պատասխանել։ Ես պետք է խնդրեմ օրակարգի շուրջ, եթե հարցեր կան, եթե չկան, այսքանով ավարտենք։ Շատ շնորհակալություն, հարգելի լրագրողներ, երևի թե սահմանափակենք այսքանով։